Մեր բոլորի։ Կլսենք նաև պարոն Մակինյանին, Ռուբեն Հայրապետյանի փաստաբան, պարոն Մակինյան, նայեք, դատախազությունը շուրջ 1 ամիս եւ ավել առաջ ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցադրման նշել էր, որ հիմնական դիրքորոշումը կներկայացնի դատարաններում քննվող հայցերի շրջանակներում, ինչու այդ որոշումը այսօր 1 ամիս անց չկայացվեց, դատախազության դիրքորոշմանը ականատես չեղանք։ Ես են համոզման եմ, որ չնայած անուղղակի նաև ասեց հարգելի ներկայացուցիչ դատախազության, որ որոշումները կայացվում են ոչ իր մակարդակով, ես համոզված եմ նաև ոչ գլխավոր դատախազի մակարդակով, համոզված եմ, որ այլ մակարդակներում է կայացվում եւ դեռ չեն հասցրել այդ մակարդակներից որևէ ցույցում ստանան այս գործով հետագա ճակատագրի մասին։ Իմ գործընկերը բավականին հիմնավորված միջնորդությամբ օգնեց դատախազությանը այս իրավական այս խառնաշփոթը ու այս խնդրից հեռու գնալ ու կանգնեցնել այս process-ը գոնե այս փուլում, այսինքն հարց բարձրացրեց երբեք հայցից հրաժարվելու կամ պատրաստվում եք հրաժարվելու թե ոչ եւ երկրորդ իրավական հարցը բարձրացրեց դատարանի առջեւ միջնորդությամբ արդեն որ արագացված կարգ կիրառվի եւ հայցը ակնհայտ անիմը լինելու հիմքով մերժվի այս ամեն ինչը բխում է ուղիղ բոլորի շահերից Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից որտեղ սա վերջին հաշվով մեծ հաշվով Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ ուղղված process-ը մենք համոզված ենք որ վերջնահարցությունքում հայցը չի կարող բավարարվել, թե սահմանադրական դատանի որոշման լույսի ներքո եւ թե ընդհանրապես բնության մեջ եւ այդ վնասները կրելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Մենք այդպիսի նպատակներ չենք հետապնդում։ Մենք ընդհակառակը բացատրում ենք մարդկանց տարի եւ ավել ժամանակահատված, որ մի խանգարեք մարդկանց օրինական ձեռնարկատիրական գործունեությանը եւ ձեր քաղաքական նպատակներին հասնելու համար այս ուղին մի ընտրեք։ Մակինյան, ձեր ակնկալիքը ամեն դեպքում ըստ ձեզ դատախազությունը կգնա ձեր մատնանշած ճանապարհով թե ոչ եւ ինչ ճանապարհ ունեն խուսանավելու սահմանադրական դատարանի աքսիոմատիկ այսպես որոշումից։ Եթե դատախազությունը որոշում կայացնի ինքնուրույն, իմ կարծիքով կգնա։ Եթե այո, այդ ճանապարհով, եթե որոշմանը խանգարի քաղաքական կոմպոնենտ, իհարկե կընտրվի այլ որոշում։ Խուսանավելու այսպես տարբերակներ ունեն այսքանից հետո, այսպես ասած, սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո մնում են էլի տարբերակները։ Ես համոզված եմ, որ դուք պրոֆեսիոնալ լրագրող լինելով գիտեք, թե ինչ եղանակներ կարող են ունենալ խուսանավելու։ Կմեկնաբանեն ինչպես ուզում են։ Շատ պարզ է իրավիճակը։ Հա, կմեկնաբանեն ուղղակի ինչպես ուզում են, հարյուրավոր գործերի օրինակներ ես եւ դուք կարող ենք վերել։ Ամեն դեպս իրավական դաշտում դեռ փակուղային է, չէ՞։ Իրավական դաշտում որոշումները պետք է քաղաքական լինեն այստեղ։ Իրավական դաշտում միանշանակ լիներ կամ այնպիսի երկրում, որտեղ Նիկոլ Փաշինյան չկար, երկրում այս process-ը, տեսեք, այս process-ը ինքնին այսպես չէր սկսվի։ Օրենքի ընդունումից հետո որոշումը կսկսի։ Պարոն Մակինյան, ասենք ավտոմատ կերպով պիտի սկսեին քանդվել բոլոր այն գործերը եւ հետ պահանջվեին բոլոր հայցերը գլխավոր դատախազության։ Սահմանադրական դատանի որոշմամբ ուղիղ արձանագրված է, որ այս օրենքում դեռ փոփոխություններ է պետք անել։ Իսկ դուք տեսել եք, որ ազգային ժողովում այդպիսի փոփոխությունների նախաձեռնություն լինի։ Այսինքն պետքները չի հարգելիներս։ Սահմանադրական դատարանը ուղիղ ցուցում է տվել ազգային ժողովում փոփոխություններ անել այս կամ այն կարգավորումներում չկան այսինքն ապօրինի ծագումունեցող գույքի բռնագազման մասին օրենքի ամբողջ տրամաբանությունը քաղաքական է սահմանադրական դատարանը որոշակի առումով ես էլ եմ ասում ամբողջությամբ իհարկե չեմ կիսում այն գնահատականները որտեղ բայց որոշակի առումով այո կարգավորել է այդ խառնաշփոթը Հիմա հուսանք, որ նաև իրավակ իրարով որևէ դատականից, որ այսպես միանգամից հայցահոտ են վերցրել ու այո, բոլորը պարզապես այսպես ժամանակ ձգելով Դες տեսնենք, հիմա սպասենք, ոնց ասած դատախազի հայն ցուցումներ կստանա Դատախազի, մեղադրող դատախազի ելույթը մտնում է իրավաբանության Ես չեմ կարող գնահատել դատախազի ներկայացուցիչի որոշում կայացնող չեմ պիտի զեկուցվի Ես չգնահատեմ կենտրոնից մեզ ասեն համարյա ես չգնահատեմ ամեն դեպքում հակառակ պարագայում այս որոշումների անտեսումը, սահմանադրական դատարանի որոշման անտեսումը Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշին հարված կլինի, թե ոչ, հաշվի առնելով, որ որոշումը ամենաբարձր մարմնում է կայացվել։ Ասեք, ոչ միայն միջազգային վարկանիշին, այլև տնտեսության ամբողջ ցավալով, որտեղ մեր տնտեսությունը մեծ հաշվով նաև կախված է միջազգային ներդրողներից։
Այսինքն ավելի մեծ խաղացողներից, որոնք խոշոր սեփականատերեր են, երբ որ մարդիկ կտեսնեն, որ այստեղ օրենքը միատեսակ ու միանշանակ չի կիրառվում, ու ցանկացած ժամանակ կարող են մի շնչու քրեական գործի հարուցմամբ իրենք նաև դառնան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այս process-ի ընդհանրյալ շահառու, այդ գումարները ուղղակի հանրապետությունը ոչ թե կմտնեն, այլ ընդհակառակը դուրս կգան։ Սա շատ վտանգավոր է բոլորի համար։ Մարդկանց համար, ովքեր ուզում են, որ Հայաստանը ոչ թե մի տարվա կյանք ունենա, այլ հարատևի։ Ինքը իրականում վտանգավոր է։ Սա ես ձեզ մենք շնորհակալ ենք։